Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հաղարծինի վանքի լուսարարապետ Տեր Տարոն Քահանա-Հունանյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր Տարոն, օրերս ԱԾ-ն գաղտնազերծեց մի փաստաթուղթ, որը գալիս էր ապացուցելու, որ Գարեգին Բ-ի եղբայրը Եզրաս Ներսիսյանը 1986 թվականին հավաքագրված է եղել որպես ՊԱԿ գործակալ, եւ մինչ քաղաքական ուժերի որոշ շրջանակներ, անհատներ փորձում էին, այսպես ասած, ապացուցել, որ փաստաթուղթը իրականության հետ կապ չունի, մայրաթորից ոչ միայն չհերքեցին լուրը, այլ նաև Ասողիկ Կարապետյանը փորձեց այդ կերպ արդարացնել, ասելով, որ այո, հոգևորականները նաև այդ կերպ հայրենիքին են ծառայել, երբ պետության եւ եկեղեցու շահերը համընկել են։ Ընդհանուր առմամբ նախ այս նորությունը կարծես թե շոկային չէր գոնե հանրության համար, սա ձեզ համար շոկային բացահայտում էր, թե պարզապես իրականության, այսպես ասած, վրա լույս սփռվեց նորովի, այս փաստաթղթի տեսքով գաղտնազերծված, եւ նաեւ ինչն էր պատճառը, որ ինչպես ասացի, հանրության մոտ դա կարծես թե շոկային չընկալվեց։ Հետո կխոսենք այն մասին, թե հիմա ինչու չկա այդ եկեղեցի պետություն համագործակցությունը, որի մասին խոսում է Ասողիկ Կարապետյանը։ Ինչ վերաբերում է ուրեմն այդ գաղտնազերծմանը, բնականաբար միշտ էլ հանրության մեջ բացական երանգ է ունեցել ԱԱԾ գործակալ լինելը եւ որևէ բացահայտման դեպքում բացական ուրեմն հայացք է նետվել այդ մարդկանց։ Ես կարծում եմ, որ առավել եւս հոգեվորականի պարագային, երբ որ հոգեվորականն է այս գործով զբաղված, որ ոչ թե իր հոգեվոր գործով է զբաղված, այլ զբաղված է այլ գործով, այս կոնկրետ գործով, որը որ բացական է ընկալվում ժողովրդի մեջ, բնականաբար, եթե շատ մեղմ ասենք, ողջունելի չէ։ Ինչի վերաբերում է հայրենիքին օգնություն, հայրենիք դա մի քիչ աբսուրդի ժանրից է, բնականաբար դա արդարացման ինչ-որ ձև է, հայրենիքին օգնությունը թաքնված գաղտնի չի լինում, բացահայտ է լինում, որևէ առանց խուսափելու, առանց ինչ-որ գաղտնի ուղիներ փնտրելու, կամ ինչ օգնության կարիք ուներ այդ թվերին հայրենիքը, որ պիտի ԱԱԾ գործակալ լինես, որպեսզի կարողանաս օգնել։ Այդ կերպ ծառայել է հայրենիքին։ Դե ճակերտավոր կարելի ասել ծառայել, սովորաբար նման պարագաներում լինում է նման դեպքեր, երբ որ հոգևորականը կարող է լինել գործակալ, դա հիմնականում արվում է ներքին խոհանոցը լավ ճանաչելու համար, եկեղեցին վերահսկել կարողանալու համար, եկեղեցու միջոցով, եկեղեցի չասեմ, եկեղեցու որոշ անձանց միջոցով, սխալ կլինի, որ եկեղեցի ասեմ, եկեղեցու որոշ բարձրաստիճան հատկապես անձանց միջոցով որևէ քայլեր անելու համար։ Բնականաբար Սրբ Ազգանն Ռուսաստանի թեմում է ծառայում եւ ես չեմ կարող որևէ բան ասել առավել եւս օտար երկրում ծառայող մարդը գործակալ լինելով իմ կարծիքով չի կարող դրական լինել մեր պետության համար, այսքան ասեմ։ Ամեն դեպքում Տեր Տարոն տարօրինակ չէ նաև մայրաթորի, այսպես ասած, լռությունը, բոլոր այս վերջին իրողություններին նաև նկատի ունեմ հայտնի հարցը, որ տևական ժամանակ է օդում կախված է, թե արդյոք կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ, եւ եթե ունի, ապա արդյոք դա համատեղելի է իր կաթողիկոս լինելու հետ, թե ոչ, եւ այսպես շարունակ։ Մայրաթորից այլ հարցերի դեպքում, այդ թվում նաև քաղաքական որոշ հարցերի, քաղաքական որոշ դերակատարների դեպքում, այսպես շատ արագ արձագանք է լինում, բայց այս հարցերի դեպքում տեսնում ենք լռություն։ Ինչով է սա պայմանավորված։ Նախորդ հարցի եզրափակումը ասեմ, թե ինչու ժողովրդի կողմից շոկային չընդունվեց եւ ինչու է մայրաթորը նման հակադարձումներ ուրեմն անում կամ լռում։ Ինչու շոկային չընդունվեց ոչ էլ իմ կողմից, որովհետեւ վերջին ժամանակներում այնքան շոկային բաներ ենք լսում բարձրաստիճան հոգեվորականների մասին, կաթողիկոսի մասին, որ կարծես թե մարդկանց մոտ իմունիտետ կա արդեն, սպասում ենք, որ եւս մի վատ բան կամ ամեն մի նոր վատ բան լսելուց չենք զարմանում։ Շատ ցավալի է սա, շատ ցավալի է։ Մայրաթորը ինչու է այդպես հակադարձում, բնականաբար պաշտպանելու կարիք կա թերևս, դրա համար էլ կամ լռում են, կամ ինչ որ ձև հակադարձում։ Ցավալի է, սա էլ է ցավալի։ Մայրաթորը պիտի լինի մեր եկեղեցու սիրտը, մայրաթորը պիտի լինի այն կենտրոնը, որի ամեն մի խոսքը բացարձակ ճշմարտություն լինի։
ինչպես մեր ընկերներն են անվանում, արդեն քանիցս ապատեգատվական համակարգ է դարձել մայրաթորի տեղեկատվական համակարգը եւ լավ կլինի, որպեսի գոնե լռեն։ Այո, որոշ հարցերում ձեր կողմից հարց հնչեցվեց կաթողիկոսի դստեր հարցի հետ կապված, այդ առումով գոնե լռում են, քանզի դա անհերքելի է, դա փաստ է եւ շատ-շատերը գիտեն, բայց շատ-շատերը ճանաչում են նույնիսկ, բայց եւ այնպես ես նորից պիտի ասեմ, ելի ասել եմ, որ դա իհարկե խնդիր է եւ դա անհամատեղելի է դարձնում, այսինքն եթե մի մարդ եկեղեցու գլուխն է եւ կուսակրոն պիտի լինի, կուսակրոն լինելու պայմանով է, որ նա հասել է այդ պաշտոնին, եթե ի սկզբանե կուսակրոն չլիներ, ապա չէր կարող լինել ոչ եպիսկոպոս, ոչ վարդապետ, ոչ էլ առավել եւս կաթողիկոս, ապա կուսակրոն լինելու պայմանով է, որ հասել է այդ պաշտոնին, եւ եթե պարզում է, որ կուսակրոն չէ եւ դա ապացուցվում է, բնականաբար դա անհամատեղելի է, դա արդեն իսկ անվավեր է համարում իր պաշտոնեությունը։ Դրա համար մենք իր վերջին շրջանի որոշումները անվավեր ենք համարում, կարգալուծության որոշումներ եւ համարում ենք, որ չունենք այսօր կաթողիկոս ցավոք սրտի։ Բայց խնդիրը ավելի մեծ է։ Խնդիրը ավելին է։ Խնդիրը հոգևոր եւ ոչ հոգևոր լինելն է։ Կաթողիկոսի մեծագույն խնդիրը ոչ թե զավակ ունենալն է, այլ իր պաշտոնին անհամապատասխան լինելը։ Այսինքն ոչ հոգևոր։ Այո, եկեղեցու գլուխ պիտի լինի, եկեղեցում թերևս ամենահոգևոր մարդը, այսպես ասենք։ Կամ գոնե հոգևոր մարդ, ով որ աղոթում է, ծառայում է, բարի է, սեր ունի, Քրիստոսի նման, ինչպես Քրիստոսն էր իր ժամանակի առաջնորդը, ինչպես Քրիստոս մեր եկեղեցու գլուխն է միշտ, բոլոր եկեղեցիների, այնպես էլ երկրի վրա, որպես եկեղեցու գլուխ պիտի լինի մի մարդ, ով որ նման է Քրիստոսին, գոնե իր որակներով։ Իսկ այդ ոչ հոգևոր լինելը ինչով է դրսևորվում Տեր Տարոն։ Ես երկու անգամ արդեն իմ օրինակը բերել եմ, չեմ ուզի կրկին նորից կրկնել, բայց ես մենակ ինձ չանադառնամ, օրինակ իմ կուրսում շատ մարդիկ կան, որոնց ընտանիքները կամ հոգևոր ընթացքը խաթարվել է հենց կաթողիկոսի սխալ լուծումների պատճառով։ Օրինակ։ Մի քանի հոգի բաժանվել են, մի հոգի ընտանիքը անտնանքից չբաժանվելու համար թողեց իր կարգը, ընտանիքը վերցրեց, մեկնեց արտասահման, չի ծառայում որպես հոգևորական այսօր։ Եվ այսպես շարունակ, եւ դա միայն իմ կուրսում չէ։ Դա տարբեր կուրսերում, մեզանից ավագ, մեզանից ավելի կրտսեր, մենք տեսնում ենք, որ սխալ որոշումներ են կայացվում եկեղեցում։ Ես չեմ ուզի որևէ անձի դատապարտել, այդ թվում եւ կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող մարդուն, բայց գիտեք, եթե դա միայն ինձ վերաբերեր, ես կլռեի։ Բայց ես տեսնում եմ, որ դա միայն ինձ չի վերաբերում։ Դա վերաբերում է իմ բոլոր ընկերներին, հատկապես։ Եվ դա վերաբերում է ողջ ազգին։ Այսօր մեր ազգն է տուժում, որ մենք չունենք հոգևոր առաջնորդ, մեր ազգն է տուժում։ Ժամանակը գնում է, բայց այդ հոգևոր քաղցը մեր մեջ կա։ Եվ դա կամաց տարիների ընթացքում իր արդյունքն է տալիս։ Գիտեք, 20 թվականի պատերազմի ժամանակ ես Վարդենիսում էի ծառայում եւ պատերազմի մեջ էի եւ տեսնում էի որտեղ ինչ է կատարվում։ Ես չէի զարմանում, որ դավաճանության դեպքեր են լինում։ Ինչու՞։ Շատ բազում։ Գիտեք ինչու։ Որովհետեւ տեսնում եմ, որ այդ հոգևոր դաստիարակությունը չկա։ Որովհետև տեսնում եմ, որ մեր մեջ եղբայրասիրություն, սեր, քրիստոնեությունը շատ պակաս է։ Եթե մարդ եղբայրասեր լինի, երբեք եղբորը չի մատնի մահվան։ Երբեք չի հայտնի մի ինֆորմացիա, որ թշնամին կարող է 50-60 հոգանոց ջոկատներ ոչնչացնել իր զավակներից, իր ազգի զավակներից։ Սա ինձ քրիստոնեության պակասն է։ Սա ինձ այն է, ինչ պիտի աներ ամենայն հայոց կաթողիկոսը ժամանակին, խթաներ, որ շատ լիներ ժողովրդի կյանքում այդ հոգևոր սերը, հոգևոր դաստիարակությունը, հոգևոր կրթությունը, որ չի արվել, որի բացը այսօր կա։ Այդ հոգևոր պակասի մասին, որ մենք խոսում ենք, հաճելի չէ մեզ, որ խոսում ենք։ Ոչ էլ որևէ մարդու մասին վատ բան ասել հաճելի է, ես երբեք դա չեմ արել։
բայց հիմա ստիպված ենք անելու, քանզի նորից պիտի կրկնեմ, սա բոլորիս եկեղեցին է։ Սա բոլորիս կյանքն է։ Այո, ես կարող եմ ինքս ինձ գնալ, Աստվածաշունչ կարդալ, սերտել, իմանալ։ Ինձ հոգևոր սնունդ տալու կարիք չկա կաթողիկոսից։ Բայց ես տեսնում եմ բազում զավակներ։ Հիսուս Քրիստոս ասում էր. հունձը բազում է, բայց մշակները սակավ։ Այսօր այո, հունձը բաժում է, այսինքն շատ մարդիկ կան, ում քարոզելու կարիք կան, բայց մշակները, հոգևորականները շատ քիչ են։ Եվ դրա հենց համար մեկ պատասխանատուն կաթողիկոսն է, ով որ փոխանակ համապատասխան մշակներ զարգացնելու, ստեղծելու, ընդհակառակը մարդկանց ընտանիքներ նպաստում էր, որ մարդկանց ընտանիքներ քանդվեն, մարդիկ դուրս գան եկեղեցուց, թողնեն գնան։ Վերջին տարիներին շատ հոգևորականներ են հեռացել եկեղեցուց։ Եվ ոծված քահանաներ, եւ սարկավակներ, հարյուրներով, հասկանում եք։ Եվ սա խոսում է առանց այն էլ այսօր հոգևորականներ շատ քիչ են։ Հայաստանում պիտի 3000 հոգևորականներ լինեն, 3000 քահանաներ լինեն, ամեն 1000 մարդու մի քահանա պիտի հովվի, բայց այսօր մենք 300 չունենք, հասկանում եք։ Իսկ որտեղ է խնդիրը, Տեր Տարոն, որտեղ է խնդիրը, որ այսքան հոգևորականներ թողնում են իրենց կարգը, ասում եք, որ հոգևոր քաղց կա, այսինքն եթե այսքան տարի ինչպես դուք եք ասում, կաթողիկոսը չի զբաղվել այդ բոլոր գործերով եւ ազգի մոտ այսօր հոգևոր քաղց կա, բա ինչով է զբաղված եղել։ Եկեղեցին եւ կամ անձամբ կաթողիկոսը, հոգևոր վերնախավը, ինչով է զբաղված եղել։ Այսօրվա բացահայտումները լավ ցույց են տալիս, թե ինչով են զբաղված եղել։ Հասկանում եք։ Այսօրվա բացահայտումները լավ խոսում են այդ մասին, թե իրականում ինչով են զբաղված եղել։ Այո, ինչ որ բաներ արվել է, ես չեմ ասի ոչ մի բան չի արել կաթողիկոսը, չեմ ասի ոչ մի լավ բան չի արել։ Արվել է, բայց շատ քիչ, շատ քիչ։ Եթե մարդը չի կարող համապատասխան իր աշխատանքին, իր ծառայությանը լինել, հոգևոր եղող մարդը կզիջի մեկ ուրիշին, հասկանալու, որ դա ողջ ազգի ճանապարհն է, ողջ ազգի ընթացքն է։ Դրանով դու ողջ ազգ կամ ուժեղ ես դարձնում, կամ թույլ խոցելի։ Եվ այդ պատասխանությունը կրել եւ չլինել համապատասխան, ես երևի ամենակիչը մեղք պիտի համարեմ, անվանեմ։ Լավ։ Ճիշտ է, մենք չենք դատավորը։ Եվ հետո խնդիրներ շատ կան, միշտ էլ եղել են, բայց խնդիրները ճիշտ եւ առողջ լուծում են պահանջում։ Իսկ երկխոսություն եղել է այդ խնդիրների լուծման համար, Տեր Տարոն, այսինքն այսպես ինչ որ պատ կա, որ հնարավոր չէ հասնել կաթողիկոսին, ձայն բարձրացնել, խնդիրները բարձրաձայնել, եւ ինչու է հիմա այս հոգեվորականների բարձր դասը ըմբոստացել նաեւ որոշ քահանաներ, մենք տեսնում ենք Տեր Արամը, Տեր Թադեն, դուք որ միացել եք նրանց, այսինքն հնարավոր չի եղել անձամբ կաթողիկոսի հետ զրուցել, այդ ձայնը բարձրացնել նաեւ նրան։ Կա ինչ որ պատներ, որ այդ պատը եւ կա, եւ չկա։ Տեսեք, ժամանակին կար, իհարկե կար։ Կաթողիկոսին հանդիպելու համար մի ամբողջ ընթացակարգ էր պետք, այսինքն եթե ես այդ եկեղեցու քահանան եմ եւ ես ուզում եմ կաթողիկոսի հետ հանդիպել, ես չգիտեմ, պիտի լուրջ խնդիր ունենամ, առաջնորդից դիմեմ, առաջնորդս տևական ժամանակ փնտրի դիմել, գավազանակրին պետք է գտնել, գավազանակիրը ժամանակ նշանակի, եթե ստացվի, չստացվի, այսպիսի բաներ կային։ Եղել է նաև դեպքեր, որ կարելի էր, օրինակ, պատարագից վեհարան գնալու ճանապարհին երբեմն դեպքեր կան, որ մարդիկ մոտեցել են եւ զրուցել են, ես չեմ ստի։ Բայց առասարակ այդ դժվարությունը կար։ Այդ դժվարությունը դեռևս ճեմարանից կար։ Եվ այստեղ ավելի շատ ոչ թե դժվարության հարց է, այլ վախի հարց է։ Այսինքն վախենում են։ Այո, տեսեք, մենք մեզ դեռ ճեմարանից սովորեցնում են, որ հանկարծ չհանդիպենք կաթողիկոսին։ Որ որևէ դիտողություն չլինի երևի ճեմարանի վերադասների վրա, մեզ վրա։ Եվ տպավորություն է եղել, եւ ոչ թե եղել, այլ իրականում այդպես է, որ երբ որ հանդիպում էիր կաթողիկոսին, մի բանի համար կարող էիր պատժվել։ Հասկանում եք, այսինքն ոչ թե դա քո հոգևոր հայրն է, ում որ դու տեսնես, մոտենաս, վազես ձեռքը համբյուրես, իրենից մի խոսք լսես, ոգևորվես, մենք նման մարդիկ էլ ենք ունեցել։ Ես երբ որ ճեմարանում ուսանում էի, մեր տեսուչը Սահակ Սրբազանն էր, հիմիկվա պատրիարքը Կոստանդնուպոլսի։ Եվ ամեն անգամ, երբ որ ես նրան տեսնում էի, ես անձամբ, ես ուրախանում, վազում, նրա ձեռքը համբյուրում էի, եւ նրանից ամեն մի լսած խոսքը իմ կյանքում դեր էր կատարում։ Բայց ընդհանրապես ճեմարանի տեսուչն էր։
Իսկ կաթողիկոսը ավելին պիտի լինի, բայց կաթողիկոսը ընդհակառակն էր։ Մենք այդ մարդուց խուսափում ենք, որ հանկարծ պատժի չարժանանան։ Սա նորմալ է։ Իսկ այդ վախը ինչով էր պայմանավորված կամ ինչ պատժի մասին է խոսքը։ Տարբեր, ընդհանուր մինչև մարդու կարգալուծություն կարող է պատիժ լինել։ Մենք տեսել ենք տարբեր մարդկանց օրինակներում։ Իսկ ճեմարանում այլ էր, օրինակ, չգիտեմ, հեռացում, ընդհանուր մինչև մարդու հեռացում ճեմարանից կամ պատիժներ ինչ որ տուն չգնալ եւ այլն, նման բաներ, որոնք որ էական չեն, բայց խորհուրդն է կարևոր, միտքն է կարևոր, որ պատիժ ենք մենք ընդունում, եթե այդ մարդուն հանդիպում ենք հիմնականում։ Տեր Տարոն, պատմում եք բաներ, որոնք տարիների վաղեմություն ունեն։ Նաև ձեր խնդիրների մասին եք խոսել, որ անձնապես դիմել եք կաթողիկոսին եւ չեք լսել համարժեք արձագանք եւ կամ ճիշտ արձագանք, եթե կարելի է այդպես մեկնաբանել։ Որը եղավ այն կարմիր գիծը, որից հետո որոշեցիք, որ պիտի ձայն բարձրացնեք, պիտի միանաք Տեր Արամին, Տեր Թադեին, հիմա արդեն 10 եպիսկոպոսների պահանջին, որովհետեւ հասկանում եք, որ դա առանց հետևանքներ չի լինելու, նկատի ունեմ նույն կարգալուծությունները։ Ի սկզբանե Տեր Արամը, հետո Տեր Թադեն, հետո դուք, հիմա արդեն 10 եպիսկոպոսների նկատմամբ կան տարբեր այդպիսի գործընթացներ։ Ու այսպես շարունակ, ինչը ձեզ դրդեց խոսել բաների մասին, որոնք ասում եմ տարիների վաղեմություն ունեն եւ տարիների պատմություն։ Գիտեք ինչ, մի բան մեր բոլորիս կյանքում կա, որ կարծես ամեն մի մարդ ունի համբերության բաժակ, որ աստիճանաբար լցվում է։ Եվ երբ որ այն լցվում է, դու չես կարող այլևս պահել, այն թափվում է, չէ՞։ Դե բաժակի պարունակությունից ավել այնտեղ չեն կարող տեղավորել։ Կարծես թե վերջին 2 տարիներին ես զգում եմ, որ այդ բաժակավաթը լցված է, եւ ես մի օր պիտի խոսեմ։ Իմ ընկերները լավ գիտեն, Տեր Արամը, Տեր Թադեն, իրենք էլ դեռ վաղուց գիտեն, որ ես ասում եմ, որ ես մի օր կխոսեմ։ Ուրեմն ես ինչի էի սպասում։ Ես սպասում եմ, երբ որ մայրաթորից ինձ կկանչեն։ Քանի որ ես անժամկետ արձակուրդ էի մեկնել հիասթափվելով եկեղեցու բարձրաստիճան հատկապես հոգեորականներից, եկեղեցում տրված լուծումներից, իմ ընտանեկան նաև հարցի դժվարությունների հետ կապված, ես որոշեցի, որպեսզի խնդիր չառաջանա եւ ես չլքեմ եկեղեցին, այլ անժամկետ արձակուրդում լինեմ։ Բայց եթե չեմ սխալվում, ներողություն եմ խնդրում, կաթողիկոսը ձեզ առաջարկել է բաժանվել նորից ամուսնու։ Այո, կաթողիկոսին, երբ որ հարցը տրվեց, որ այսպիսի խնդիր կա, որ պետք է կարգավորել, նա ինձ ասաց, դա կինդ է մոգոնել, քեզ հնարավորություն կտամ գնաս նորից ամուսնանաս։ Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մարդը ոչ միայն հոգևոր չի, այլ նաև չգիտի ընտանիքի արժեքը, չգիտի ինչի վրա է կառուցված պետությունը, որ ամենամեծ հիմքը դա ընտանիքն է։ Ես այդ օրինակը նորից եմ ասել, տարիներ առաջ հիշում եմ, որ մի տարի կար, որ կաթողիկոսը անվանեց հռչակեց այդ տարին ընտանիքի տարի։ Հիմա ոնց կարող է մարդը այդպես անել եւ դրա հակառակը անել, գնալ եւ քանդել ընտանիքներ։ Միայն իմ ընտանիք չէ, մեր կուրսում միայն մի քանի ընտանիքներ քանդվել են։ Այս մեր եկեղեցու մեր ծառայության բերումով։ Ծառայության վայրի որոշ խնդիրների, ոչ ճիշտ լուծումների։ Վերադառնանք համբերության բաժակին, դեռևս 2 տարիներ առաջ, մի քիչ ավելի շատ, ես սպասում եմ, երբ որ այդ արձակուրդ գնացի անժամկետ, ես սպասում եմ, երբ որ ինձ մայրաթորից կանչեն եւ դարձյալ ոչ ճիշտ լուծում լինի, ես այդ ժամանակ այլևս չեմ լռի եւ կխոսեմ բարձրաձայն եւ թող լսելի լինի բոլորին։ Այո, մենք բոլորս միշտ ցանկացել ենք, որպեսի աղմուկ չլինի։ Միշտ ցանկացել ենք, որպեսի հարցերը ներսում լուծվեն, բայց չեն լուծվում։ Գիտեք, ճշգրիտ թիվը չեմ հիշի, երևի այդ անժամկետ արձակուրդ գնալուց առաջ էր, 21 թվականի հոկտեմբերն էր, եթե չեմ սխալվում, մեզ մայրաթոր էին հրավիրել եւ քահանայից, այսպես քահանաների վերապատրաստման այսպեսի մի փոքր բան կա, մի 3 շաբաթ այնտեղ անցկացնում ենք եւ տարբեր հանդիպումներ, դասախոսություններ ենք լսում։ Դրանց ավարտին մեզ տրվել էր գրություն, թե ինչ առաջարկներ ունենք։ Ես ուրեմն առաջարկ էի արել կաթողիկոսին եւ առասարակ մայրաթորին, որպեսզի այդտեղ քննվող կարևոր հարցերը եւ այդ հարցերից որոշները նշվել էր իմ կողմից, հաշվի առնի եկեղեցու բարձրագույն խորհուրդները, հաշվի առնեն եւ այդ խնդիրներին լուծում տան։ Դա կարող է լինել ծիսական, կրոնական, վարդապետական, նման հարցեր, ոչ անձնական։ Բնականաբար ես այնտեղ անձնական հարց չէի գրի։ Եվ վերջին հանդիպման հրաժեշտի ժամանակ, երբ որ կաթողիկոսի հետ հանդիպում եղավ, նա հանձնարարեց սրբազաններից պատասխանատու սրբազանին, որ այո, լավ միտք է, անպայման արեք։
Եվ տարիներ անցան, ոչ մի բան չեղավ այդպես էլ։ Ինչպես վերջին մի քանի տասնյակ տարիների ժողովները, որ ամեն տարի երկու անգամ քանաներով ողջ Հայաստանի հոգեվարականություն հավաքվում է, եւ ոչ միայն Հայաստանի, հավաքվում է մայրաթոր ժողովների, բայց որևէ հարցի լուծում այդպես է չի լինում։ Հասկանում եք, չի լինում։ Բայց չգիտեմ ինչու է խնդիրը, ցանկություն չկա դերևս։ Այսինքն այս հարցերին տևական ժամանակ լուծում չտալու նաև հետևանքներից մեկն է, որ հիմա միացել եք 10 եպիսկոպոսների հայտնի պահանջին։ Ես տեսա, որ մեր եկեղեցում խնդիր կա։ Մեր եկեղեցում խնդիր կա, որ մեր խնդիրները չեն լուծվում։ Մեր եկեղեցու խնդիրները չեն լուծվում։ Ոչ տիսական համակարգումներ են արվում, ոչ ինչ որ բան, առհասարակ լուրջ բաներ չեն արվում, լուրջ որոշումներ չեն կայացվում։ Եվ ես հասկացա, որ խնդիր կա, եւ հետո ես տեսա, որ այդ խնդիրը ոչ թե պատահական է կաթողիկոսի կողմից, այլ մտածված է արվում։ Ես նույնիսկ միտում եմ տեսնում, որ ամեն մի լուրջ հոգեվերականի կարծես թե թուլացնելու խնդիր կա։ Ինչու՞։ Նպատակը ո՞րն է։ Չգիտեմ, թերևս մրցակցության խնդիր կա, թերևս վախ կա, որ կարող է կաթողիկոսից մեկը ուժեղ լինել եւ վաղը խոսել իր դեմ։ Չեմ կարող ասել, սա իմ մոտեցումն է, բայց ոչ միայն իմ։ Շատ-շատեր իմ հոգեվոր ընկերներից այս միտքը կիսում են ինձ հետ։ Իսկ այդ թուլացնելը ինչով է պայմանավորված։ Դե գիտեք, մարդը կարող է լավ անգլերեն իմանալ, բայց նրան մտածված Իտալիա ուղարկել։ Կամ ասել գնա իտալերեն սովորի, բայց վերջում Ֆրանսիա ուղարկել։ Բազում են այսպիսի դեպքերը, բազում։ Առաջ ես զարմանում էի եւ պատահականություն էի համարում, բայց հետո հասկացա, որ այստեղ միտում կա։ Այդքան շատ պատահականություններ չեն լինում։ Կաթողիկոսի միտումներ իր ճանապարհից մաքրել, ճիշտ եմ հասկանում, բոլոր այն Սա ընդհանրապես իմ կարծիքն է, լավ։ Սա ընդհանրապես իմ եւ շատ մարդկանց կարծիքն է։ Ես չեմ փաստեր չունեմ, որ հաստատ չեմ կարող ասել։ Դա միայն Աստված գիտի եւ ինքը անողը։ Մնացածը Աստված գիտի։ Իսկ ինչու միացա այս շարժմանը, ավելի ինքը շուտ սկսվեց, քան ես ուզում էի խոսել։ Երբ որ Տերերամը սկսեց խոսել, ես անմիջապես կապնվեցի նրա հետ եւ ուզեցի հասկանալ, թե ինչ է կատարվում։ Բնականաբար դա այն էր, ինչի ես սպասում էի։ Ինչի ես սպասում էի, որը նույնիսկ մտածում եմ, որ ես պիտի սկսեմ մի օր խոսեմ, բայց Փառք Աստծո խոսողներ եղան եւ ոչ միայն ես, ինքը Տերարամը, այլ նաեւ այսօր 10 եպիսկոպոսներ ունենք, բազում քահանաներ ունենք, որոնք որ ինչ որ իրենց պատարակներով են մեզ միացել, որոնք չնչեցնելով կաթողիկոսի անունը շատ-շատեր այսօր պարզապես լուր մեզ հետ կապի մեջ են, մեզ հետ կիսում են մեր մտահոգությունները ու պարզապես չեն սիրում երևալ եւ խոսել։ Այսինքն մարդիկ կան, որ միանում են ձեր օրակարգը։ Այո, շատ մարդիկ կան, որ մեզ հետ են, շատ բացարձակ մեծամասնությունը հոգեվորականության, հատկապես քահանայության։ Պարզապես այդ մարդիկ չեն ուզում երևալ, չեն ուզում խոսել, նաեւ եպիսկոպոսներ։ Տեր Տարոն, բայց մենք մյուս կողմում տեսնում ենք, որ գործընթացը որքան ձգձգվում է, դա կարծես թե վերածվել է ինչ-որ նյարդերի պայքարի եւ մայրաթոռում մենք տեսանք կուլմինացիան, երբ կարծես քաղաքական գործընթացները Գարեգին Բ-ն տեղափոխել էր մայրաթոռի բակ, այնտեղ տեսանք քաղաքական մի շարք դերակատարների, Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը դաշնակցությունից, Իշխան Սաղաթելյանը, այսինքն ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ նաեւ կաթողիկոսի համախոհները, ովքեր այդտեղ էին իրենց ասած եկեղեցին, այսպես ասած, ձեր գրոհից պաշտպանելու համար, այս process-ները արդյոք մեր գրոհից, հա, ինչպես իրենք են ասում, հարցակումներից եւ այդ գրոհներից պաշտպանելու համար, հիմա այս process-ները արդյոք կարող եք ենթադրել, որ սրանք կարող են ինչ-որ կուլմինացիայի տանել, այսինքն որ Գարեգին Բ-ն կհեռանա, թե հակառակը սրանք ավելի են գրգռելու մարդկանց նյարդերը։ Ուրեմն ես կարծում եմ, որ այնինչ լինում է, Տիրոջ կամքով է։ Ես կարծում եմ, որ շտապելու բան չկա, ոչ էլ հապաղելու։ Ես տեսնում եմ, որ մեր երկրում այս ընթացքը եկեղեցու նորոգման իրապես նորոգում է։ Նորոգում է ոչ միայն բացահայտումներով, եւ այդ բացահայտումներն էլ ես տեսնում եմ, որ մեծ դրական կողմ ունեն, որովհետև ոչ միայն դրանցով հեղինակազրկվում է կարծես թե եկեղեցին կամ եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականները, որոնցով եւ եկեղեցին, այլ նաեւ մաքրվում է։ Դա կարծես թե խոստովանություն լինի, այսպես կարծես թե բացահայտումները, չէ՞ որ Հիսուս ասում է ծածուկ ոչինչ չկա, որ հայտնի չդառնա, չբացահայտվի, ի հայտ չգա։ Ուրեմն դա էլ է Տիրոջ կամքը, դա լավ է։ Ինչ որ լինում է, դա բարին է։ Այո, թող այդպես էլ լինի։ Ես տեսնում եմ, որ մեր երկրում երբեք այսքան պատարակի մասին չի խոսվել։ Նույնիսկ
մեր երկրի բարձրագույն ամբիոններից երբեք այսքան եկեղեցի բառը չի հնչվեցել։ Նույնիսկ մոտ չենք եղել։ Երբեք։ Հիմա ամեն մի երկրորդ խոսքը եկեղեցի։ Սա արդեն իսկ խոսում է արթնանալու մասին։ Սա իսկ արդեն իսկ փաստում է այն բանը, որ մեր բոլորիս մեջ եկեղեցին արթնանում է։ Այո, մենք բոլորս հակված ենք եղել մեր եկեղեցուն, քրիստոնեությանը, բայց փաստացի մեր մի տոկոսն էլ քրիստոնեությամբ չէր ապրում։ Եվ այսօր իսկ քրիստոնեությամբ ապրելու ամենամեծ գրավականը, ամենամեծը նույնիսկ կարող եմ ասել, դա պատարագն է։ Եվ մենք այսօր սկսել ենք հասկանալ, թե ինչ է պատարագը։ Այսօր մենք սկսել ենք պատարագի գնալ, ազգովի, քաղաքական գործիչներ, վարչապետից սկսած, սա գովելի է։ Սա միայն ուրախալի է։ Եվ ես տեսնում եմ, որ դա մի տեղով չեղավ, մի անգամ չեղավ, դա եղավ տևական եւ ողջ Հայաստանով մեկ։ Եվ ես ուրախ եմ դրա համար։ Այո, մենք պիտի շարունակենք պատարագների գնալ։ Վարչապետի իսկ ներկայությամբ։ Այո, մենք պիտի այնքան գնանք պատարագի, մինչև մենք ազգովի պիտի սովորենք, որ Կիրակի օրը Աստծո տուն գնալու օրն է, հատկապես գոնե Կիրակի օրը, որ ուրիշ օրերի եթե չենք կարողանում գնալ, չէ՞ որ Հիսուս հստակ ասում է. «Տվեք կայսրինը կայսր, Աստծուն Աստծուն»։ Այո, մենք աշխատանքին ենք տալիս, աշխատում ենք, ստեղծում ենք, արարում ենք այլ գործերով, բայց Կիրակի օրը, որ գնանք եկեղեցի պատարագի մասնակցենք, դրանով էլ Աստծուն ենք տալիս իրեն, աղոթքն ենք տալիս Աստծուն, Աստծուց ենք վերցնում։ Եվ հավատացեք, այս ամենը ինչ որ կա քրիստոնեության մեջ, դա Աստծո համար չէ, դա մեզ համար է։ Մենք պատարագել գնում ենք մեզ համար, ոչ թե Աստծո համար։ Մենք աղոթում ենք ոչ թե Աստծո համար, այլ մեզ համար։ Եվ քրիստոնեությունը, ողջ քրիստոնեությունը մարդու համար է, մարդուն բարձրացնելու համար է։ Քրիստոս եկավ աշխարհ, որպեսզի մեզ բարձրացնի։ Դեռ նաև կներեք գրող բառին էլ անդրադառնամ, կարևոր է։ Ես չտեսա այնտեղ գրող, չկար այնտեղ գրող, ես ինքս այնտեղ ներկա էի եւ չկար այնտեղ գրող։ Եթե գրողի միտում լիներ, հաստատ կգրող էինք, հավատացեք։ Եթե մենք ցանկություն ունենայինք այնտեղ հավաքել հազարավոր մարդկանց, հաստատ կհավաքեինք 10,000-ից էլ ավել 10,000-ներ կհավաքեինք, բայց այդպեսի միտում չի եղել։ Ինձ անձամբ նախորդ օրը երեկոն 11-ին են ասել, որ վաղը մայրաթոր գնանք, այսպեսի հայտարարություն կանելու, գնանք նաև տաճարում լինենք, մայրաթորում լինենք։ Ուրեմն, եթե հավաքվելու պատճառ լինի, կհավաքվենք, թող բոլորը վստահ լինեն։ Ես վստահ եմ, շատ մարդիկ կուզենան գալ, եթե այդ գրոհի կարիքը լինի, բայց տասպոս որ չլինի, ես ինքս չեմ ուզի, որ նույնիսկ երկու մարդ իրար դեմ դուրս գան։ Այո, այնտեղ որոշ ձայներ գալիս էին, կարծես թե հակառակ հնչող, բայց թերևս դրանք էլ հակառակ չէին, Տեր-Թատեն գեղեցիկ ասաց, որ կեսը գոռում էին վեհափար, կեսը հեռացիր։ Նշանակում է ժողովրդի խոսքն է, որ վեհափար հեռացիր։ Բայց գրող չէր դա, իրապես դա գրող չէր, եւ ինչի համար որ մենք այնտեղ գնացել էինք, դա էլ արեցինք, մեր խոսքը հնչեցրեցինք եւ մեր անհամաձայնության մի փոքր ալիք ցույց տվեցինք։ Եվ միասին աղոթեցինք եւ վերադարձանք մեր տները։ Եվ նաև այդտեղ եպիսկոպոսներից Վազգեն arczepiskopos Միրզախանյանը հայտարարեց, որ հաջորդ հավաքը եւ կամ հաջորդ աղոթքը անելու եք մայրաթորում, այնտեղ եք գնալու։ Ինչ եք կարծում, արդյոք քանի որ նաև այս ամբողջ ընթացքում շատ է խոսվում այն մասին, որ եկեղեցում ներսում վախ կա անձամբ Գարեգին բեից, այդ վախը չկա, որ ինչ վստահություն ունեք, որ կարող եք գնալ մայրաթոր այնտեղ աղոթել այն դեպքում, երբ խոսում եք Գարեգին բեի ամբիցիաների մասին, որ բաներ կա ինքը չի ներելու։ Հիմա մենք տեսանք այդ հավաքը մայրաթորում։ Հիմա հնարավոր չի ավելի մեծ սադրանքներ կազմակերպել։ Ինչ կարող են մեզ անել իրենք։ Մեզ ինչ կարող են անել։ Եթե հայ ժողովուրդը գնում է մայրաթոր Սուրբ Էջմիածին, մայր տաճար աղոթելու, ով ինչ կարող է անել։ Մեզ պիտի արգելեն, դռները փակեն, կբացենք։ Ժողովրդի առջև ոչ մի դուր չի կարող փակ լինել։ Չէ՞ որ դա ժողովրդինն է, չէ՞ որ եկեղեցին դա ժողովուրդն է։ Եկեղեցին ժողովրդի համար է, ժողովրդին ծառայելու համար է, Աստծո խոսքը ժողովրդին փոխանցելու համար է։ Կարծես թե Աստծո շունչն է, ներկայությունն է երկրի վրա։
հոգևորականաց միջոցով է դա կատարվում։ Եվ ինչ է նշանակում ժողովրդի առջև փակել կամ ժողովրդին վնասել, ինչ կարող են անել, ոչ մի բան։ Դա մերն է, ժողովրդինն է։ Եվ մենք երբ ուզենք գնալ այնտեղ աղոթելու, կգնանք աղոթելու։ Պարզապես մենք մեր քայլերն այնպես ենք անում, որպեսզի չվնասվի որևէ մեկ։ Ամեն մեկ հոգևորական, ով որ մոլորվում եւ ատելության խոսք է հնչեցնում, ես մեծ ցավ եմ ապրում։ Շատ մեծ ցավ եմ ապրում։ Դրանք բոլորը իմ եղբայրներն են։ Մեղավոր թե անմեղ, ես էլ եմ մեղավոր։ Հասկանում եք։ Սա է խնդիրը։ Գրոհելու հարց չկա։ Տեր Տարոն, լավ, լուծումներից խոսենք նաև։ Տեսեք, մենք հստակ տեսնում ենք տևական ժամանակ է վարչապետի կողմից եղավ նման պահանջ, հետո արդեն ներսում եպիսկոպոսները ըմբոստացան եւ այդ պահանջը հստակ ձևակերպել են, անգամ նամակ են փոխանցել Գարեգին բեին, քահանաները, որ միացել եք եպիսկոպոսներին, հանրության մեծ մասը, որ կիսում է այս օրակարգը եւ կողմ է այդ օրակարգին, բայց ամեն դեպքում ըստ կողմում մենք տեսնում ենք անսասան Գարեգին բեին, որը չի պատրաստվում հեռանալ, ավելին խոսակցություններ կան, որ գործընթացը փորձելու է ձգել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, որով պայմանավորված նոր կհասկանա գնալ, թե չէ, դուք ինչ եք կարծում, իսկապես գործընթացը կարող է տևել մինչև 2026 թվականի ընտրություններ, թե ավելի շուտ հանգուցալուծում կգտնվի։ Երբ որ մի մարդ իրեն սպառում է, այլևս նրա կառավարումը անհնարին է լինում։ Դա լինում է եւ պետության մեջ, եւ եկեղեցու մեջ, եւ որևէ ինչ որ հիմնարկի տնօրեն, հասկանում եք, երբ որ մի մարդ իրեն սպառում է եւ այլևս իզորու չէ ղեկավարելու, այլևս կամ այդ մարդը ինքն է իր տեղը զիջում, կամ իրեն հանում են այդ տեղից եւ փոխարինում են։ Հիմա նույնը ունենք այսօր ցավոք սրտի եկեղեցում։ Մենք տեսնում ենք, արդեն նոր էլ խոսեցինք աղագին, որ այդ մարդու կառավարումը այլևս կործանարար է։ Եվ անհնար է, որ այդ մարդը երկար կառավարի։ Անհնար է, պարզապես անհնար։ Ես ինքս անձամբ երբեք դա չեմ հանդուրժի։ Այսօր էլ խոսում եմ ցույց տալով, որ չեմ հանդուրժի։ Այսօր մեր մեթոդները ավելի մեղմ են, եղբայրական, սիրով։ Վաղը կարող ենք ավելի շատ պահանջել։ Ես վստահ եմ, այդ ամեն քայլը, որ արվում էր, Էջմիածին գնալով, արվել է անցնցում գեղեցիկ, որ ազգովի խայտ առաջ չլինենք ողջ աշխարհի առջև։ Բայց հավատացեք, երբ որ ժողովրդի համբերության բաժակը լցվի, ժողովուրդը ինքը իր ձեռքով, իր զավակներով կմտնի այնտեղից ձեռքերով կհանի եւ կվռնդի։ Հերու չէ դա, բայց ցանկալի չէ, որ այդպես լինի։ Դա ամենավերջին տարբերակը կլինի թերևս։ Եվ չեմ ուզի երբեք այդպես լինի։ Չեմ ուզի երբեք, որ ամբողջ աշխարհով հնչեն լրատվամիջոցներով, որ Հայաստանի հոգևոր առաջնորդին վռնդել են եկեղեցուց կամ Հայաստանի հոգևոր առաջնորդին ձերբակալել են հանցանքների համար։ Սա պատիվ չի բերի ոչ մեկի, ոչ էլ իրեն։ Իսկ այդպիսի հանցանքներ կան, որի համար Թերևս կան, իհարկե կան, հնչեցվում են, հրապարակվում են երբեմն համացանցով որոշ բաներ։ Ես ինքս քննչական այս հարցով չեմ մտել, տեղյակ չեմ կարող ասել հաստատ, բայց վստահ եմ, որ կան, որտեվ այս վերջին քանի տարիների ընթացքին բազմիցս լսել ենք մեր ներքին խոհանոցում, այլ տեղերից մենք լսել ենք բազում թվարկվող հանցանքներ։ Բայց նորից եմ ասում, ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի նույնիսկ հոգևոր առաջնորդ լինելու պաշտոնը դա սովորական մարդու պաշտոն չի։ Եթե սովորական մարդու պաշտոն լինի, սովորական մարդ այդտեղ սխալներ գործի, ընդունելի կլինի, կամ ինչ-որ փոքր սխալներ լինեն եւ զանցանքներ լինեն։ Բայց երբ որ մենք տեսնում ենք դա կործարանարար է ողջ եկեղեցու համար, ողջ ազգի համար, այս վիճակը այլևս անտանելի է։ Ուստի այդ մարդը պետք է հեռանա։ Այսինքն կամ ինքը կհեռանա, կամ իրեն կհեռացնեն։ Որքան հապաղի է, այդքան ավելի խայտարակ բացահայտումներ են։ Իհարկե, միանշանակ, ինչքան որ համբերության բաժակը ավելի շատ է լցվում, մարդը այնքան ավելի ծայրահեղ քայլերի է դիմում։ Ճիշտ է։ Բոլորիս մոտ է այդպես, եւ կենցաղային ուրեմն մակարդակի եւ մեծ բարձրագույն մակարդակներում։
Եվ փորձեմ ամփոփել Տեր Տարոն, ինչու հարցը այսքան քաղաքականացվեց, մենք տեսնում ենք, թե ընդդիմադիր շրջանակները, որոնք միջ այդ հորդորում էին եկեղեցու գործերին չխառնվել, ասում էին ներսում իրենք իրենց հարցերը կլուծեն, եթե խնդիրներ կա ներսում կբարձրաձայնեն եւ կամ չեն բարձրաձայնի, հետո նույն այդ քաղաքական ուժերին մենք տեսանք մայրաթոռում, ինչպես ասացի, իրենց բառերով եկել էին գրոհից պաշտպանեին, այսինքն նույն քաղաքական ուժերը, որոնք հորդորում էին, որ մի խառնվեք եկեղեցու գործերին, իրենց հարցերը ներսում կլուծեն, հետո այդ քաղաքական ուժերը եկել էին կանգնելու իրենց բառերով ասած աջակցելու, սատարելու Գարեգին Բեին, վեհափառին եւ այսպես շարունակ։ Ինչու հարցը այսքան քաղաքականացվեց։ Եվ ինչու են այս քաղաքական ուժերը համախմբված կաթողիկոսի շուրջ եւ կամ փորձում են համախմբվել։ Եկեղեցին ինչպես է բացատրում քաղաքական իր ելույթները։ Եկեղեցում որոշ հոգևորականներ բացատրում են նրանով, որ մեր երկիրն է եւ մենք ինչպես կարող ենք անտարբեր լինել եւ սխալ քաղաքական որոշումների հետևանքով է այն ինչ որ մեր երկրում կատարվում է։ Արցախ մենք կորցրեցինք եւ այլն եւ այլն։ 2008 թվականին ես դեռ ուսանող էի եւ երբ որ մարտի 1-յան դեպքերն էին, ամենամեծ ցավը ես որ ապրում էի, դա այն էր, որ եկեղեցին լռում էր։ Ես ինքս ճեմարանից փախել եմ, գնացել եմ մասնակցել եմ ցույցի, որովհետև ես տեսնում եմ, որ իմ ազգին դա է պետք այդ օրերին։ Հասկանում եք։ Եվ ես տեսնելով եկեղեցու բարձրաստիճան այրերի անտարբերությունը, լռությունը, ես բնականաբար հասկանում եի արդեն ինչ է կատարվում։ Ես տեսնում եմ, որ կան քաղաքական շահեր որոշ իշխանական մարմինների հետ։ Եվ տեսնում եմ, որ 2018 թվականից, քանի որ հեղափոխություն կատարվեց, եկեղեցու բարձրաստիճան որոշ անձանց, այդ թվում եւ կաթողիկոսի, շահերը այլևս չէին համընկնում։ Եվ բնական է, որ այն նախկին քաղաքական գործիչները այսօր պիտի կաթողիկոսի կողքին կանգնեն, որովհետեւ իրենց շահերը համընկնում են թերևս։ Որտեղ։ Դժվար է ասել, մի տեղ չէ, երևի շատ տեղ։ Ես այդ մասին մի անգամ խոսել եմ, որ շատ ընդդիմության շարքերում ես բազմիցս տեսնում եմ, որ ես շատ ընկերներ ունեմ, տեսնում եմ, որ իրականում բոլորն ուզում են, որ կաթողիկոսը գնա։ Բայց հենց վարչապետը ասաց, որ կաթողիկոսը պիտի գնա, անմիջապես այդ մարդիկ սկսեցին կաթողիկոսին պաշտպանել։ Այսինքն իրենց շահերը այն է, ինչ որ հակառակ է վարչապետին։ Այստեղ միտումը այսինքն քաղաքական գործիչները ուզում են, որ վարչապետը գնա, եւ վարչապետի կարծես թե ամեն մի ընդդիմության մասին է խոսքը, ամեն մի քայլ խոսք դիտվում է բացական, եւ նրանք դրան հակադարձելու համար պաշտպանում են կաթողիկոսին։ Իսկ կաթողիկոսի շահն էլ այն է, որ ինքը չգնա։ Այստեղ մենք տեսնում ենք հստակ, որ իրենց շահերը համընկնում են։ Ուստի միասին են գործում։ Բայց ես նորից ասեմ ձեզ, մինչև այս դեպքերը բացարձակ մեծամասնությունը, թե այն տեղերը, որտեղ ես ծառայել եմ, թե ժողովրդի տարբեր հատվածներում, իմ ընկերների իմ շրջապատի մեջ, որ շատ մեծ է, փոքր չէ։ Ես տեսնում եմ, որ կաթողիկոսին մարդիկ չեն սիրում։ Ես ասեմ ավելին, ես 2014 թվականի նոյեմբերից նշանակվել եմ Վարդենի ծառայության եւ ամենամեծ բանը սկզբից որ ես անում էի իմ ծառայության մեջ պաշտպանում էի կաթողիկոսին բոլորը գալիս եւ վատ բաներ էին ասում հայոյում էին իսկ ես նրան պաշտպանում էի ցույց տալով թե ինչ գործեր է արվում մայրաթորի կողմից բայց հետո ես ինքս կամաց հասկացա որ այն ինչ որ արվում է շատ չնչին է այսօր աղանդավորները մեզնից շատ են անում եւ դա նորմալ չէ մենք ենք մայր եկեղեցին մենք պիտի մեր ժողովրդի մասին մտածենք նրանց հոգեվոր կարիքների ինչու՞ չէ նաեւ սոցիալական բայց չնչին բաներ է արվում ուղղակի ասելու համար ուղղակի ցույց տալու համար ցույց տալու որ ինչ որ բան ենք անում իսկ հանրության գրքեր ենք հրապարակում ունենք տարիներ առաջ մարդիկ կային այդ ոլորտում որ մի քանի տարվա մեջ շատ ավելի գրքեր էին հրապարակել քան այս վերջի օրինակ մի 10 տարին եւ այդպես շարունակ այլ ոլորտներում կրթության հարցում մեր ժամանակ 200 ուսանող կային հիմա շատ չնչին թիվ է ուսանողների կազմը թվականակը հանրության զայրույթը ինչով է պայմանավորված Տեր Տարոն այսինքն դա հոգեվոր քաղցի
Ամենամեծ բանը այդ հոգևոր քաղցն է։ Մարդիկ համեմատում են նույնիսկ մեր, չգիտեմ, հարևան երկրների հետ։ Ռուսաստանում ես տեսնում եմ այնտեղ հոգևոր քարոզությունը ավելի շատ է արվում, ավելի բաց, քան մեր մոտ, չնայած այնտեղ էլ լավ վիճակ չի, բայց տեսնում եմ, որ ավելի շատ։ Իմ ուսանող ընկերը, որ ինձ հետ առաջի կուրսում էր սովորում, դուրս եկավ ջեմարանից, գնաց, մտավ ուղղափառ եկեղեցի։ Եվ երբ որ ես տարիներ հետո իրեն հանդիպեցի, հարց հնչեցրեցի բնականաբար. Նարեկ ջան, ո՞րն էր պատճառը։ Ինքը ինձ ասաց, որ ես այն սնունդը չէի ստանում եկեղեցուց, որի կարոք ես գնեի։ Մեր եկեղեցում կան նաև կուսակրոն հոգևորականներ, որ դուրս են եկել, գնացել են այնտեղ։ Ինչու՞, լավ օրից չես ա լինում։ Այնպես չէ մեր եկեղեցին վատն է, կամ մեր եկեղեցու վարդապետությունը վատն է, ոչ, ամենալավն է, ամենահզորն ու ամենաուժեղն է։ Պարզապես ճիշտ ձևով չեն ծառայում մարդիկ, ովքեր որ կոչված են այն զարգացնելու, հզորացնելու։ Եթե ամփոփենք մեր զրույցը, ես ճիշտ եմ հասկանում, որ Գարեգին Բեի հեռանալը այլընտրանք չունի։ Եկեղեցու միանշանակ, անհնար է, ես նորից եմ ասում, անհնար է, ընդամենը ժամանակի հարց է։ Եվ ես չեմ կարծում, որ դա երկար կտևի։ Պարզապես դրա մի փոքր ժամանակի եւ ձևի խնդիր է։ Աղոթենք բոլորս, որպեսզի Աստված թե Գարեգին երկրորդին, թե մեր բոլորիս միտքը պայծառեցնի, որպեսզի մենք սխալ քայլեր չանենք, քանզի ամեն մի սխալ քայլ վնասում է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր ժողովրդին։ Մի բանը կառուցելը շատ ավելի դժվար է, քան քանդելը։ Եվ այսքան 1000 տարիներ կառուցված թե պետությունը, թե հայկական այդ ոգին ամեն ինչը, մեր ժողովրդի դիմագիծը, դեմքը, թե մեր եկեղեցին, այսօր վնասելը մեծ մեղք կլինի։ Եվ չեմ ցանկանա, որ որևէ մեկս մասնակից լինենք դրան։ Շնորհակալ եմ Տեր Տարոն։ Շնորհակալ լինենք Տիրոջ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հաղարծինի վանքի լուսարարապետ Տեր Տարոն Քահանա Հունանյանի հետ։ Կհանդիպենք։